Պետությունը պատրաստվում է նոր մակարդակի վերահսկողություն սահմանել բջջային հեռախոսների շրջանառության նկատմամբ։ 2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում նախատեսվում է գործարկել իմեյ կոդերի միասնական պետական շտեմարան, որտեղ կհավաքագրվեն բջջային սարքերի նույնականացման տվյալները։ Իմեյին դա հեռախոսի հատուկ իդենտիֆիկացիոն համարն է, ոնց որ մեքենայի համարը, որը ունիկալ է 15 նիշանոց թիվ է ու դա դարձնում է ձեզ շատ վերահսկելի հեռախոս տեսանկյունից։ Կառավարությունը պնդում է նպատակը ապօրինի ներմուծման, ստվերային շրջանառության եւ հեռախոսների գողության դեմ պայքարն է, սակայն մասնագետները զգուշացնում են, նախաձեռնությունը կարող է լուրջ հարցեր առաջացնել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում։ Ստեղծվելու է մի հսկա բազա, որտեղ կապվելու են ձեր անձնագիրն ու անձնական տվյալները, ձեր հեռախոսի կոդը եւ ձեր բոլոր քարտերը։ Սա պարզապես հարկային գործիք չէ, սա պետությանը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեսնել, թե ով որ սարքով է եւ երբ է ակտիվանում ցանցում։ Եթե ամեն րոպե 2.5 միլիոն օգտատիրոջ տվյալ պարունակող այդ բազան խափանվի, օպերատորները ստիպված են լինելու անջատել ձեր կապը։ Իսկ մենք գիտենք, թե ինչպես են աշխատում պետական բազաները, օրինակ առաջին դասարանցիների գրանցման բազան, որը այս շաբաթ ընդամենը մի 20,000 ծնողի պիտի միաժամանակ սպասարկեր, բայց ուղղակի չէր աշխատում։ Նախագծում կա վտանգավոր մի կետ, ադմինիստրատորը կարող է այս բազայի տվյալներով թվային այլ ծառայություններ մատուցել պետական ու տեղական մարմիններին կամ նույնիսկ մասնավոր ընկերություններին։ Այսինքն տվյալները, որոնք հավաքվում են իբր մաքսանենգության դեմ պայքարի համար, վաղը կարող են օգտագործվել բոլորովին այլ մեզ անհայտ նպատակներով։ Մեկ տեղում ամբողջ հանրապետության հեռախոսների ու քաղաքացիների տվյալների կենտրոնացումը երազանք է ցանկացած կիբերհանցագործի համար։ Եթե այս բազան կոտրվի, իսկ անխոցելի համակարգեր չկան, յուրաքանչյուրիս անվտանգությունը կդրվի հարվածի տակ։ Նոր կարգավորմամբ յուրաքանչյուր հեռախոս պետք է ունենա գրանցված իմեյի կոդ, հակառակ դեպքում բջջային օպերատորը չի մատուցի կապի ծառայություն։ Բացի այդ, սահմանվում են նոր տուրքեր մինչև 2 տարվա հեռախոսների ներմուծման համար, իսկ ներմուծողները պարտավոր են գրանցել յուրաքանչյուր սարքի իմեյի կոդը։ Ըստ նախագծի ստեղծվում է ինչ-որ կազմակերպություն, ոչ պետական, որին շատ չափազանց շատ տվյալներ են տրվում, այսինքն ձեր հեռախոսի իմեյին, SIM քարտը, անձնագրի համարը, պլյուս նաև սահմանի շարժը, դա բացատրեմ, սա էլ է կարևոր։ Իրականում այս ինչա լինելու, այսինքն լինելու հետևյալը, եթե ձեր հեռախոսը պետական ռեեստրում չկա, այդ իմեյին, ինքը բլոկվելու է։ Մեդիափորձագետը ընդգծում է, որ սա վերաբերում է նույնիսկ զբոսաշրջիկներին, որոնք գալիս են պարզապես Հայաստանը տեսնելու, նաև նշում, թե արդեն որ երկրներն են օգտվում այս համակարգից։ Թուրքիա, Իրան, Լիբանան, Եգիպտոս, Ուզբեկստան, Ղազախստան, Ադրբեջան, Տաջիկստան, Ինդոնեզիա, Պակիստան, Նեպալ, Կամբոջա, Բանգլադեշ, Չիլի, Կոլումբիա, Մեքսիկա։ Այսա միջազգային փորձը, ինչպես տեսնում եք, աշխարհի ամենաժողովրդավարական երկրներն են իմեյները բոլորի գրանցում։ Փորձագետները զգուշացնում են, նման ծավալի տվյալների կենտրոնացումը կարող է մեծացնել կիբերանվտանգության ռիսկերը եւ հարցեր առաջացնել համակարգի իրական նպատակի ու վերահսկման սահմանների վերաբերյալ, եւ նման որոշում չպետք է կայացներ պետությունը առանց ավելի լայն քննարկման։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։